իրենք սպասում էին բազմամարդ հանրահավաք, բայց այդ հանրահավաքը չկայացավ բազմամարդությամբ, ինչի համար, որովհետև չկա նման աջակցություն իրենք չունեն։ Եվ եթե չունեն, մենակ բարձր գոռալով չի, եւ երկրորդը, այդ մահ ռեժիմին արտահայտությունները որ անում են, իրենք պետք է դա պատասխանատվությունը կրեն։ Ինչի դուք հավատում եք։ Չէ, ես հարցնում։ Բնականաբար որտեղից պետք է անել։ աջակցությունը պետք է հանրությունը տա աջակցություն իրենք չունեն։ Իրենք վաղուց սպառված, ուրեմն ով սպառվել է, հավաքվել է, ինչ որ մի հատ խումբ է ստեղծել, եւ եկել է ուզում է ժողովրդի քվեն ստանա, ինչ որ բան անի, բայց այդտեղ ոչ ընտրություններ կա, որ քվեն ստանան, ոչ ինչ որ իրադարձություն։ 7-8 հոգի են այդքան մարզերից կան։ Քաղաքականությունից որ դուրս է եկել, հիմա այդ մարդիկ վերադարձել են, ինչ որ խումբ են ստեղծել։ Ռաֆի Հովհաննիսյան դուք համարում եք, որ քաղաքականությունից դուրս է։ Ռաֆի Հովհաննիսյանը ես ասել եմ, տապալված քաղաքական գործիչ է։ Ռաֆի Հովհաննիսյանը ինչ կապ ունի։ Իսկ իր Ռաֆի Հովհաննիսյանը տապալված քաղաքական գործիչ է։ Ծաղկեպսակ թող իրենք դնեն այն ժամանակ եւ այնտեղ, որտեղ իրենք հարմար են գտնում իրենց համար։ Հանրային պահանջ չկա երկրման հնազանդություն իրականացնելու հանրության համբերության բաժակը։ Եթե հանրային պահանջ լիներ, 3-20 հոգուց ավել մարդ կհավաքվի։ Մի խոսքով տապալված քաղաքական գործիչները չի կարող որևէ բան իրականացնել մեր երկրում եւ երեք դուք դա տեսաք։ Կարծում եք այս նստածույցը Եթե խումբ ղեկավարներ չեն կարողանում որոշեն, գնան աջ թե գնան ձախ, հավաքվել են ժամերով քննարկում են, թե իրենք ոնց քայլեն, Հմայակ Հովհաննիսյանից են կարծիք հայտնում, էլ ինչ ասեմ։ Պարոն Բաբայան, դուք խոսում եք Ռաֆի Հովհաննիսյանից, որ տապալված քաղաքական գործիչ է, բայց մի քանի ամիս առաջ նույն ձեր կուսակցության ղեկավարին էին։ Դա ես եմ բնորոշում, դա մեր կուսակցության դիրքորոշումը չէ, դա իմ անձնական կարծիքն է եւ ես դա ասում եմ։ Իսկ գուցե ԲՀԿ-ներ միանալ ավելի հզոր ԲՀԿ նման ավանտյուրաների եւ նման ագրեսիվ կոչերի երբեք չի միացել եւ երբեք չի միանա։